Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայկալիքի հարգելի բաժանորդներ, այս տեսանյութը անշուշտ գույքի հետ կապված նորություններին և վերլուծությանն է նվիրված լինելու, նախկին օրը հրապարակված հերթական վերլուծական տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել, սպասելի իրարանցում է առաջացրել ենթադրելի անշուշտ գույքի գործակալների և կառուցապատողներին մեծ շրջանակներում մոտ, որը շատ սպասելի էր, որը ինձ համար արդեն սպասելի էր ու պարզ էր նման անհանգստությունները իրենց կողմից և խուճապի մոտ տրամադրությունները դեռ անցյալ տարվանից, աշնանից, երբ ես հրապարակում էի անշարժ գույքի արժեքի հետ կապված վերլուծություն ու այդ ամենը տեղի ունենում, բարեբախտաբար նշանակում է վերլուծությունները շատ թիրախային ու ճիշտ են և այն վերլուծությունը փաստերով հիմնավորված, որ անշարժ գույքի շուկայում սկսված նոր փուլով սկսված անցյալ տարվա աշնանից գնանկում է, շարունակական է լինելու և գները ուռճացված իրեն չի արդարացնելու, չի վաճառվելու ուռճացված գեր շահութաբեր գներով կառուցապատողների համար և գործակալների համար բնակարանները անշարժ գույքը արդարացի է։ Ես կոչ եմ անում հանգստանալ այդ մարդկանց, եթե ունեն խելքի զգացում և խուճապի չտրվել։ Եթե իմ տեսանյութերը կամ իմ վերլուծությունը, իմ կողմից արված վերլուծությունը, իմ տեսանյութերը ազդում են գնագոյացմանը, ազդում են վաճառքին, ուրեմն այնքան թույլ ու խարխուլ անհիմն է եղել շուկայում կարգավորումները ու գնագոյացումը, որ իմ փոքր միջամտությունը, տեղեկատվական միջամտությունը, ընդամենը եղած փաստացի տեղեկությունները հրապարակելը մեծ անհանգստություն է առաջացրել իրենց մոտ։ Եթե այդքան կայուն է, եթե այդքան հիմնավոր է ձեր հրապարակած որոշված գինը կառուցապատողների կողմից, գործակալությունների կողմից, ինչ ունեք դուք մտածելու, ի սեր Աստծո, Աստված ձեզ հետ, ինչպես ասում են, վաճառեք թանկ գնով ձեր բնակարանները։ Ինչի եմ ես այսպես ասում, այսպիսի տոնով, ես չեմ կարող օրինակ տեսանյութեր հրապարակեմ կամ տեղեկություն և դրանից Լոնդոնում, Հռոմում, Միլանում, չգիտեմ, Մադրիդում, Բարսելոնայում, ի սեր Աստծո, որևէ նորմալ բարեկեցիկ զարգացած երկրում, այն երկրների քաղաքներում, դրանից անշարժ գույքի գին փոխվի, քանի որ պահանջարկը արտահայտված է, պահանջարկը գոյություն ունի այդ քաղաքներում, այդ բնակավայրերում անշարժ գույքի նկատմամբ և ես ինչ էլ ասեմ կամ որևէ մեկ ինչ էլ ասի, միևնույն է մարդիկ Բարսելոնայում, Լոնդոնում, չգիտեմ, Մադրիդում, Հռոմում, Միլանում, ցանկանալու են անշարժ գույք ձեռք բերել Փարիզում և իմ կամ որևէ մեկի հրապարակած տեսանյութից ոչ ոք չի անհանգստանա, բայց քանի որ Երևանում արհեստական գնա բարձրացում է տեղի ունեցել, ուռճացված գնի բարձրացում է տեղի ունեցել, ստի ու կեղծիքի վրա հիմնված մարդկանց մեծ վարկերի, մեծ պարտավորությունների տակ գցելու և իրենց համար գերշահույթներ ապահովելու համար այս շրջանակները այդ կեղծիքի ու փուչիկի բացահայտումից շատ դյուրագրգիռ են դարձել, շատ անհանգստացած են և սա ապացուցում է մեկ անգամ ևս ճշմարտացիությունը և որ գնանկումը շարունակվելու։ Ես հետագայում հրապարակելու եմ նաև այն ընդունելի գները, այո, դուք դրդում եք, որ ես հրապարակեմ այն ընդունելի խելամիտ գները Երևանի բնակարանային ֆոնդի համար նորակառույցներում և երկրորդական շուկայում, որը ընդունելի է և խելամիտ է վաճառքի համար։ Դուք ունեք ձեր գնահատման չափանիշները, ես ինձ տրամադրվող տեղեկատվության ու մասնագիտական կառուցապատող, շինարար, իմ ընկերների,
գործընկերների կողմից ունեմ ինձ հասանելի տեղեկատվությունը եւ ես քաջ տեղյակ եմ ինչ արժե 1 քառակուսի մետր բնակարանի կառուցապատման գինը Երևանում։ Մի փորձեք գերշահույթներ ստանալ քաղաքացիների աշխատող արդար վաստակող քաղաքացիների հաշվին, մի փորձեք ձեր բնակարանները բազմահարկանի շենքերում 10-րդ հարկերում չգիտեմ ինչ քառապատիկ թանկ արժեքով վաճառել քաղաքացիների վրա եւ գերշահույթ ստանալ, հարստահարել ժողովրդին եւ գործակալները նույնպես թող չօգտվեն այդ մեր միջնորդավճերից։ Հակառակը շահագրգռված եղեք, որ արդարացի սոցիալական հասանելի արժեքով բնակարանների վաճառքը լինի եւ վաճառքը ավելի շատ լինի, ինտենսիվ լինի եւ զարգանան նաեւ մյուս բնակավայրերը։ Արհեստական քաղաքականություն է իրականացվել Երևանի շուրջ հավաքելու ամբողջ ազգաբնակչությանը քաղաք պետության վերածելու եւ մարդկանց ստիպելու Երևանում կամ Երևանամերձ շրջաններում թանկ անշարժ գույք ձեռք բերել։ Ես հրապարակելու եմ ընդունելի գները անշարժ գույքի հետ կապված Երևանի կենտրոնում, արվարձաններում եւ Երևանամերձ շրջանակներում ու տեսնենք ով է ճշմարտացի դուրս գալու երկարաժամկետ հեռանկարում։ Կրկնում եմ, եթե դուք այդքան վստահ եք, որ ձեր գները չի իջնելու եւ կարող եք թանկ գներով վաճառել, ոչ ոք ձեզ չի խանգարում։ Բայց ինչպես կրկնում եմ, Երևանը դա Լոնդոնը, Հռոմը, Վենետիկը, Փարիզը, Միլանը, Մադրիդը կամ Բարսելոնան կամ Պրագան չեն եւ ոչ մեկ հերթ չի կանգնելու ձեր թանկ ուռճացված ֆանտաստիկ գներով Երևանում տուն ձեռք բերելու համար։ Դրա համար եք դուք վախեցած, դրա համար եք դուք անհանգստացած, որ ձեր աթոռը, որի վրա դուք նստած եք, ճոճվում է։ Ու այս տեղեկությունների տիրապետելու պարագայում քաղաքացիները խուճապի չեն տրվելու, դուք եք խուճապի տրվելու եւ քաղաքացիները ովքեր հնարավորություն ունեն փոքր-ինչ սպասելու, ամիսներ սպասելու, իրենք ավելի ցածր արժեքով են բնակարանները ձեռք բերելու։ Կոչ եմ անում եւս մեկ անգամ քաղաքացիներին չտրվել սուտ մանիպուլյացիաներին, կեղծիքներին։ Հայաստանում բնակարանի թանկացման համար որևէ հիմքեր չկան, հիմա կթվարկեմ ինչու։ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ազգաբնակչությունը հարստանալու հնարավորություն չունի մոտակա 1-2-3 տարում, տնտեսությունը դժվարությունների առջև է կանգնած, մեր տնտեսությունում ներդրումներ եւ հոսքեր ֆինանսական չեն սպասվում, Հայաստանը քաղաքական պատճառներով Հայաստանի ազգաբնակչությունը ավելի է առնչվելու թանկացումների հետ, կենցաղային, կյանքը թանկանալու է մակարդակում եւ եկամուտների կտրուկ աճ կամ թեկուզ նորմալ հավասարակշռված աճ հնարավոր չի լինելու քաղաքացիների մոտ, ուստի եւ ազատ շատ գումար չի լինելու, որպեսզի գնորդների պոտենցիալ քանակը մեծանա եւ գները բարձրանալու հիմքեր լինի անշարժ գույքի։ Հակառակը դժվարություններն ու հարստանալու եկամուտները մեծացնելու հնարավորությունները պակասելու են, դժվարությունները ավելանալու են եւ ավելի քիչ մարդ է կարողանալու իրեն թույլ տալ բնակարան անշարժ գույք ձեռք բերել թանկ գներով։ Ձեռք են բերելու պոտենցիալ գնորդները իջեցված, ոչ թե իջեցված, այլ հավասարակշռված խելամիտ գներով։ 1 քառակուսի մետրի արժեքը այժմ գրեթե 3 անգամ ավելին է, քան ընդունելին կարող է լինել, հա։ Ավելի կոնկրետ, որ թաղամասում, որ հատվածում քաղաքի ինչ արժեքով է ճիշտ գնել բնակարանը իրականում, որ համ խելամիտ շահույթ ունենան կառուցապատողները, համ գնորդը ստիպված չլինի մեծ վարկերի ու պարտքերի միջոցով բնակարաններ ձեռք բերի, ես ասելու եմ շնորհակալություն, կիսվեք այս տեսանյութով եւ բաժանորդագրվեք Հայկ Ալիքին, առայժմ։